Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը զգուշացնում է, այս կերպ փորձում են շեղել հանրությանը ցավոտ խնդիրներից։ Հիշեցնում է, դեռևս 8 տարի առաջ այս իշխանությունը լուր էր տարածել, թե բացահայտվել են մարտի 1-ի գործով բոլոր մեղավորները։ Ես դա շատ լավ հիշում եմ, որովհետև ինձ հրավիրել են, որ այսպես ասած կիսեն այդ ուրախ լուրը։ Հիմա տեսեք, տարիներ անց, փաստորեն 8 տարի անց, մենք պարզում ենք, որ այդպիսի այն օրերի տարածած լուրը ամբողջովին վերին աստիճանի սուտ էր եւ ինչ-ինչ նպատակների համար էր ծառայում։ Մարտի 1-ի գործով այդպես էլ առաջընթաց չնկատվեց։ Պարզապես մեղադրանքների տեղապտույտ է, ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Թե ինչ նպատակով են նույն մարդկանց, որոնք ակնհայտորեն մասնակից էին մարտի 1-ի բարբարոսություններին, նշանակում սկզբից ոստիկանապետ, ապա ազատում եւ տարիներ անց ներգրավում որպես մեղադրյալ կամ մեղադրանք առաջադրում, ես ասել չեմ կարող, տրամաբանությունը չեմ հասկանում իշխանությունների եւ նաեւ չեմ պատկերացնում կամ չեմ հասկանում նրանք ինչ խնդիր են լուծում, ցանկանում են բացահայտել մարտի 1-ը, պատժել մեղավորներին, թե ուղղակի իրենց սեփական քաղաքական այս պահի խնդիրներն են լուծում։ Մարտի 1-ի գործը շրջանառելով, ինչ քաղաքական խնդիր է լուծում իշխանությունը։ Վարդան Հարությունյանը մի տարբերակ է հավանական համարում։ Կարծում եմ կապված է գալիք ընտրությունների հետ։